Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ՝ Մատինա Մարինե Մանուկյան։ Արտյոմ Արսենի Վարդերեսյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1996 թվականի մարտի 30-ին Սպիտակի շրջանի Կաթնաջուր գյուղում։ Կապույտ աչքերով էր, խելացի ու սիրուն։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, սկզբում եղել է գերազանցիկ, ապա հարվածային։ Մի փոքր չարաճճի էր, բայց դրանք միշտ համով հոտով էին։ Փոքր տարիքից հետաքրքրասեր էր տեխնիկայի հանդեպ։ Տանը մի բան փչանում էր կամ թեկուզ չփչանարել, պիտի քանդեր ուսումնասիրեր։ Եվ այս բովով էլ մեծացավ նա։ Ու արդեն որպես երիտասարդ նրա ձեռքից ամեն բան գալիս էր, ողջ գյուղի օգնականն էր։ Ում տանը մի տեխնիկա փչանար, Արտյոմն այնտեղ էր, նորոք հողի դերում և ստացվում էր։ Արցունքոտ աչքերով պատմում է քույրը, Արաքսյան։ Ես Արտյոմից մի տարի եմ փոքր, բայց ամեն ինչ նա է ինձ սովորեցրել, քայլել, խոսել, ամեն բան, որ փոքր էինք։ Անունս չէր կարողանում տալ և ասում էր կուկու։ Ու դրանից հետո մեծերն էլ նրա բերանով ինձ սկսեցին ասել կուկ։ Ասում են, երբ Արտյոմը տեսադաշտից կորչում էր, ուրեմն հաստատ մտել էր մի սենյակ ու ինչ-որ բան էր քանդում, որ ուսումնասիրի։ Սակայն ոչինչ չէր փչացնում, այլ ուզում էր հասկանալ, թե ինչպես է աշխատում։ Դպրոցում աշխույժ էր, որի համար ուսուցիչները հաճախ էին սաստում, երբ նրա անունն էին տալիս Արտյոմ, ինքը մեղմ ասում էր Հաջան։ Դե եկ ուսուցիչ ու աշակերտիդ վրա զայրացիր։ Նստում էր ջեռուցման մարտկոցի, պառի կողքն ու կամաց քանդում էր։ Երբ ծնողական ժողովներից հետո մայրը զայրանում էր, թե լավ չի սովորում, նա իմիջիայլոց նետում էր. Եթե նրանք խելացի են, ինչու են ամեն հասարակ բան փչանալուց ինձ կանչում նորոգելու։ Կոմպյուտերն էլ հոխելքի բան է, բա ինչու իրենք չեն կարողանում սարքել։ Ցանկացած հարցի պատասխան ուներ, ցանկացած իրավիճակից ելք էր գտնում և դա անում էր այնպես, որ ոչ ոք չտուժի։ Անկեղծ էր, նվիրված, բարի, մարդկային։ Արդեն ստացել էր զորակոչվելու ծանոցագիրը, երբ անզգույշ աշխատանքի ժամանակ ձեռքը մազուտով այրել էր։ Այրվածքը խորն էր։ Բժիշկներն ասել են, այ զորակոչին մի գնա, մյուսին կգնաս։ Նա էլ դեմ էր եղել, թե գնալու եմ։ Իմ ձեռքը ես, ինչ եք ուզում, ես գնալու եմ։ Հայրենի լեռները կանչում էին։ Սիրտը վանդակն ընկած թռչունի նման ազատություն էր ուզում։ Հենց այնտեղ հայրենի լեռներում։ Բայց այդ զորակոչին չտարան, գնաց հաջորդին։ Բանակ զորակոչվել է 2014 թվականի հունիսի 19-ին, Արցախ Մարտակերտ։ Երբ արդեն զորակոչվեց, առաջին օրից վերանորոգում էր զորամասի բոլոր մեքենաներն ու մյուս տեխնիկաները։ Զորամասում եղել է մի մատուռ, որը երկար տարիներ քանդված վիճակում է մնացել։ Արտյոմը նորոգել է այն, որ կրկին որպես մատուռ ծառայի զորամասին, որ Հիսուսն ու խաչը զորավիգ լինեն զորամասի ողջ զինվորներին։ Այդպես են ասել դարերի վեր, այդպես են ասում հիմա և այդպես կասեն դեռ շատ դարեր, որ Հիսուսն ու խաչը զորավիգ լինեն զորամասի ողջ զինվորներին։ Դա հնուց եկած հավատալիք է, սակայն ինչու քեզ զորավիգ չեղավ Արտյոմ ջան։ Երբ բարի գործ կատարեցիր, նրա փոքրիկ տունը մատուռը վերանորոգեցիր սեփական մատներովդ։ Եվ ցավոք, այս հարցերը չունեն պատասխան։ Արտյոմի զորացրվելուն 3 ամիս էր մնացել։ 100 օրից 5 օրն էր դեռ ջնջել։ Դիրքեր էր բարձրացել։ Հերթափոխի ժամն էր։ Հերթափոխի հետ փոխանակել են պաշտպանիչ սաղավարտը։ Հերթափոխն իր տեղն է զբաղեցրել։ Իսկ Արտյոմը, ցավով պիտի նշեմ, որ հակառակորդի դիպուկահարի զոհ է դարձել։ Այն խոցել է նրա սիրտը։ Արտյոմ Վարդերեսյանը զոհվեց 2016 թվականի մարտի 17-ին։ Այդ ժամանակ արդեն սկսվել էր լարվածությունը դիրքերում։ մտմտում էր պատերազմ, որը դեռ խորթ էր խաղաղասեր հային։
Մոտենում էր ապրիլյան պատերազմը, բայց անմեղ հայը որտեղից կռահեր դավանենք թուրքի խարդախ մտքերը։ Եվ ցավոք, առաջի զոհերից մեկն էր Արտյոմ Վարդերեսյանը։ Նրան երբ խփել են, մինչև ընկնելը գոռացել է. «Վաղ օրս արև խփեցին», ու խավարել է արևը նրա։ Մայրը, Արմինեն, զգացել էր դա, երազ էր տեսել։ Երազը նույնն էր եղել, ինչ իրականությունը։ Ապա տագնապով արթնացել էր ու սրտում վատ բան կանխած գալով ճչացել էր. «Վաղ, Արտյոմից մի բան եղավ»։ Արտյոմի քույրը, Արաքսյան, արցունքներից խեղդվելով պատմում էր. «Ես սովորում էի Վանաձորում, ապրում էի հորեղբորս տանը։ Հորեղբորս երևի զանգել էին ու մեզ կանչել։ Նրա կնոջ հետ եկանք մեր գյուղ։ Գյուղամիջով անցնելիս, մինչև մեր տուն հասնելը, գյուղացիներն ասացին, որ պապս է վատացել։ Չթողեցին մեր տուն հասնենք, տարան ուղիղ հորեղբորս տուն։ Հետո չգիտեմ ով էր, չեմ հիշում, ասաց, թե իբր հայրս է մահացել։ Ես ճչացի ու վազեցի դեպի մեր տուն, բայց մի պահ ուղեղս ենթագիտակցաբար մտածեց. եղբայրս կա, մեզ կպահի։ Իմ մտքերը խառնվել էին, ուղեղումս նրա միամիտ ու անմեղ բառերն էին. եղբայրս կա, մեզ կպահի։ Կամ ինչու նրան ասացին, թե իբր հայրն է մահացել։ Միթե այս անմեղ աղջնակը եղբորն ավելի էր սիրում, քան հորը։ Թե ասողն էր գժվել այդ սոսկալի լուրից և ինքն էլ չէր հասկացել, թե ինչ էր թռցրել բերանից։ Հավանաբար այո, բոլորն էին գժվել նման սոսկալի լուրից։ Արաքսյան հեկեկալով ասում է. այդ պահին դիմացս ակամայից մի լույս ճառագեց, և այդ լույսի մեջ Արտյոմս եղբայրս կանգնեց իմ առջև։ Ես փշաքաղվեցի և կռահելով, բայց չուզենալով ինքս իմ կռահածին հավատալ, շարունակեցի վազել մեր տուն։ Հասա տուն ու իմացա ամենասոսկալին. Արտյոմս, եղբայրս, նա այլևս չկար, ու երկինքը փուլ եկավ գլխիս, ամեն ինչ խառնվեց իրար, ոչինչ չէի զգում, ոչ մի բան չէի կարողանում հասկանալ։ Երբ Արտյոմի 40-ը նոր էր լրացել, նրա մայրը, որդեկորուս Արմինեն, երազ էր տեսել։ Արտյոմը մի փոքր երեխա էր ցույց տվել նրան։ Արմինեն հարցրել է, թե ով է այս երեխան։ Նա ասել է. «Մա, ես եմ, նույն Արտյոմը»։ Եվ դրանից 1 տարի 2 ամիս անց ծնվեց նրանց տան փրկիչն ու ուրախությունը՝ երկրորդ Արտյոմը։ Արտյոմը մի քույր էլ ուներ, 12 տարեկան Աննան, ում նա շատ էր սիրում և միշտ ինքն էր ուրախացնում ամեն տոնական օր։ Հիմա փոքրիկ Աննան կարծես մենակ է մնացել ու հենց տոն է լինում, թախծոտ աչքերով նայում է եղբոր նկարին, լաց լինում կարոտած հոգով։ Թեպետ ընտանիքում բոլորն են սիրում մեր փոքրիկ գեղեցկուհուն, բայց նրա համար Արտյոմը այլ էր։ Փառք ու խոնարհում քեզ, հերոս ջան, հետմահու պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից մարտական ծառայություն և Հայաստանի Հանրապետության մարտական ծառայության մեդալներով։ Մոր երազին հաճախ է գալիս ու ասում. «Մա, բավական է լացես, ես եկել եմ, Աստված ինձ ասաց, ուզում ես գնալ, գնա, ես էլ եկել եմ»։ Գուցե դու ճիշտ ես, Արտյոմ ջան, գուցե վերադարձել ես եղբորդ կերպարով, բայց թույլ տուր ասել. հզոր զինվոր, ննջիր խաղաղությամբ։